իրականացնենք, քանի որ էկոպարեկային ծառայողները նաև շրջում են այդ տարածքներում։ Հաջորդ մասը համայնքների հետ աշխատանքն է, ինչու է սա կարևոր, այս երկու նախաձեռնություններն էլ նաև մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքի արդյունք են, մասնավորապես մեր գերմանացի գործընկերների հետ, եւ համայնքի հետ աշխատանքը էկոպարեկային ծառայողների կողմից, որպեսզի ավելի սահուն եւ հարթ ընթանա, որպեսզի համայնքները շատ ավելի իրազեկված լինեն, թե ինչ է կատարվում ծառայությունում, ինչ փոփոխություններ են կատարվում, օրինակ տվյալ պահպանվող տարածքում կամ տվյալ անտառում էկոպարեկային ծառայողները իրազեկում իրականացնեն, դա կլինի թե էկոկրթություն, թե ուղղակի ինֆորմացիայի իրազեկում իրականացնեն, օրինակ պահպանվող տարածքներում, երբ որ հաստատվում են կառավարման պլանները կամ անտառներում հաստատվում են անտառ կառավարման պլանները, սահմանային ճշգրտումներ կամ որևիցե մի խնդիր, որը առաջանում է համայնք եւ պահպանվող տարածքներ կամ անտառներ խնդրում, էկոպարեկային ծառայությունների լիազորություններին, երբ որ բախվում են, դրանք կարող են համայնքներում իրազեկում իրականացնել դրական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանք իրականացնեն։ Ինչպես նշեցի, այս երկու փոփոխություններ մեր միջազգային գործընկերների հետ համաձայնեցված է, այդ թվում առաջարկը եկել է իրենց կողմից նաև դրամաշնորհային աջակցության սահմաններում, որ միջազգային պրակտիկա է, որ սա նաև ֆիքսված է որպես ռեյնջերային ծառայության հատկանիշ կենսաբազմազանության մոնիտորինգ եւ համայնքների հետ աշխատանքը։ Ոստի այս օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք այս երկու կետն էլ մտցնել, որը շատ ավելի հարթ կդարձնի էկոպարեկային ծառայության աշխատանքը եւ շատ ավելի օգտավետ, քանի որ մենք ռեսուրսը շատ ավելի լավ կօգտագործենք նաեւ մեր խնդիրները իրագործելու համար մոնիտորինգի, ինչպես նաեւ շատ ավելի հարթ կընթանան մեր հարաբերությունները մեր միջազգային գործընկերների հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ հարցեր, խնդրեմ պարոն Թոմասյան։ Շնորհակալություն։ Կենսաբազմազանության մոնիտորինգ, դուք ասեցիք, արդյոք էկոպարեկները ունեն համապատասխան կրթությունը, որ կարողանան այս մոնիտորինգը իրականացնել, որովհետև էկոպարեկ լինելու համար կարծեմ թե պարտադիր չէ տարբերել բոլոր ծառատեսակները կամ բոլոր բույսերը, իրարից։ Արդյոք նախատեսում են, եթե չունենել, արդյոք նախատեսում են հատուկ դասընթացներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ հարցի համար, շատ կարևոր հարց է, եւ նշեմ, որ էկոպարեկային ծառայությունը պետք է տրեյնինգ անցնի, կարճ պատասխանը սա է, որ տարբերակ են նաև այն կենդանիները եւ տեսակները, բույսերը, սնկերը, որոնց պահպանությունը իրենք իրականացնում են, տրեյնինգները պարտադիր կլինեն եւ կենսաբազմազանության մոնիտորինգի ընդհանուր համակարգի մեջ էկոպարեկային ծառայությունը կլինի մի մասնիկը։ Այսինքն մենք կենսաբազմազանության մոնիտորինգը իրականացնելու ենք բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում եւ ամբողջ Հայաստանում։ Դա իրականացնելու ենք մեր գիտական կառույցների միջոցով, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտն է մասնակցում, Բուսաբանության ինստիտուտն է մասնակցում, իրենց ներքո գործող հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտով, նաեւ էկոլոգոնոսֆերային ինստիտուտն է մասնակցում, մյուս կողմից մասնակցում է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը, որտեղ հատուկ ունենք մոնիտորինգի ծառայություն կենսաբազմազանության եւ անտառային մասով։ Եվ մյուս կարևոր օղակը կդառնա էկոպարեկային ծառայությունը եւ հետագայում նաեւ նախատեսում ենք, այսպես ասած, քաղաքացիական գիտություն, որը միջազգային citizen science է կոչվում, այսինքն մեր քաղաքացիների միջոցով նույնպես իրականացնենք մոնիտորինգային ծառայություն։ Դրա համար նախ պետք է մենք այդ ծառայությունը ամբողջությամբ դրա ճարտարապետությունը գծենք, ով ինչ ֆունկցիաներ է ունենալու, էկոպարեկային ծառայությունը կանցնի տրեյնինգներ, կզինվեն համապատասխան միջոցներով, որոնք նաև միջազգային պրակտիկայում օգտագործվում են, օրինակ պլանշետների միջոցով համապատասխան ծրագրերի առկայության դեպքում կենդանուն կամ բույսին տեսնելու դեպքում, պահելով կենդանի բույսի վրա ֆիքսում են դրա առկայությունը տվյալ տարածքում։ Այնուհետև այդ բազան հավաքվում է մեր օրինակ հիդրոօթերոթաբանության կենտրոնում, տվյալները վերլուծվում են, որոնք հետագայում կօգտագործվեն արդեն որոշումներ կայացնելու համար տարբեր ուղղություններում, այդ թվում նաև Կարմիր գրքի վերանայման համար եւ այլն։ Բայց սա լինելու է էկոպարեկային ծառայության մի գործառույթ, որը ընդհանուր կենսաբազմազանության մոնիտորինգի մեջ մի գործառույթ է լինելու։ Արձագանք ունեք, խնդրեմ պարոն։ Այո, շնորհակալություն պատասխանի համար, այսինքն
Ձեր պատասխանից ես հասկացա, որ էկոպարեկները միայնակ չեն անելու այս գործառույթները, հա, օգնող կառույցներ կան, ձեր նշած կառույցները, որոնք պետք է օգնեն, արդյոք իրենք ուսուցողական դեր պետք է խաղան, հետո հեռանան, թե իրանք կարող են ընդգրկվեն կամ իրանցից մասնագետեն ընդգրկվեն հենց էկոպարեկային ծառայության մեջ եւ մնան, թե իրանք պետք է սովորացնեն ու գնան։ Իրենց դերը գիտական կառույցների նախարարության կլինի հիմնականում տրեյնինգներ անցկացնել այդ գիտելիքները փոխանցելը, այնուհետև մենք աշխատանքի ընթացքում կկատարելագործենք եւ կվերացնենք թերությունները, սա արդեն գործող պրակտիկա է մեր միջազգային գործընկերների հետ են նաև աշխատանք կա չեխ գործընկերների հետ որոշակի պայմանավորվածություններ կան թե ինչպես կարելի է այս համակարգը ներդնել այսինքն գիտական կառույցները միշտ ներգրաված են լինելու եւ էկոպարեկային ծառայության տրեյնինգների մասով եւ մոնիտորինգի մասով Շնորհակալություն, խնդրեմ պարոն Դանիելյան։ Շնորհակալություն, պարոն Մեյմարյան, մենք անդադ էկոպարեկային ծառայությանը տարբեր լիազորություններ ենք տալիս եւ գիտենք, որ նաեւ աշխատավարձների մասով հատ չի իրենց վճով արձադրումները, բայց Հայանտար փողակին ինձ թվում է շատ եկան տեսում այդ իմաստով բավականին ցածր են վարձատրում եւ ես լինելով մի մարզից որտեղ անտարային տարածքներ շատ են եւ փայտանյութի խնդիր բարբերաբար լինում է, ես կարծում եմ իրենց մասով հատուկ քննարկման կարիք այդ մարդկանց աշխատավարձները բարձրացնենք, որտեղ իրոք շատ մեծ աշխատանք են անում, բայց շատ քիչ վարձատրվում են ու հիմնական խնդիրներն իրաց ուսերին, էկոպարեկը իրաց վրա գործառույթում, բարեկային ծառայությունը իրաց վրա գործառույթում, երբեմն տեղին, երբեմն անտեղին, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, պարոն Դանիելյան, մեզ ճիշտ ասած շատ օգնող հարց եք բարձրացնում, անպայման կանդրադառնանք սրան։ Մենք նշեմ, որ Հայանտար ՊՕԱԿ-ի ընդհանուր բյուջեն ձևավորվում է երկու ուղղություններից, մեկը մեր պետբյուջեի ֆինանսավորումն է եւ հաջորդ շատ ավելի մեծ մասը իր ձեռնարկատիրական եկամուտներից եղած վճարներն են։ Ես մի ուղղակի ասեմ թե ինչ ճանապարհ ենք անցել, սկզբնական շրջանում Հայանտար ՊՕԱԿ-ը շատ ծանր ֆինանսական վիճակում է եղել եւ տարիների ընթացքում Հայանտար ՊՕԱԿ-ի ֆինանսական վիճակը շատ բարելավվել է եւ այս տարի միայն ձեռնարկատիրական եկամուտները գերազանցել են 2 միլիարդ դրամ։ Այսինքն ՊՕԱԿ-ը նոր գալիս է կարգավիճակի, որ կարողանանք նաեւ այս հարցերին անդրադառնանք եւ հասցեագրենք։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կաշխատեմ։ Տեսեք, դուք ինքներդ եք նշում, որ իրանցը կեսը պետությունն է ֆինանս տալիս, կեսը իրենց չարչարվելով հա ստեղծում են այդ տնտեսությունը, վաճառում եւ գումարագոյանում, ակնհայտ է, որ իրենց չարչարանքը շատ մեծ է, համար համոզված եմ դուք եք այդ կարծիքին, այդ խնդիրը եկեք քննարկենք, փորձենք լուծել, ինձ բազմաթիվ անգամ են դիմում այդ մարդիկ, շնորհակալություն։ Շատ լավ, Շնորհակալություն, խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Մեյմարյան, տեսեք, դուք էկոպարեկներին մոնիտորինգի հնարավորություն եք տալիս եւ ձեր նախորդ պատասխանում ասեցիք, այդտեղ դուք իբրև պետությունը հսկայական աշխատուժ եք ունենում։ Հատուկ պահպանվող տարածքներում ազգային պարկ դիցուք, Սևանի ազգային պարկ։ Երկար աստիքներ կան, շատ աստիքներ եւ գումարներ են հատկացվում, որոնց արդյունքում գլխավոր անտառագետը, բուսաբանը, չգիտեմ են մեկը, դրա արդյունքում մոնիտորինգ անի եւ փորձի իրավիճակը ներկայացնի լիազոր մարմնի շրջակա միջավայրին, նախարարությանը։ Դուք թողել եք ձեր կարևոր գործառույթները, ես նոր գնացել եմ գյուղ, ձերից ձեր Երանոսից միջև ծովակի հատված ոտքով քայլել եմ, մեկ ծառ չեք տնկել, մեկ ծառ չեք տնկել, բայց ձեր խոստումների մեջ ազգային պարկի եւ հատուկ պահպանող տարածքներուն այնքան մեծ բաներ էի խոստանում։ Բերել եք մի հատ լիազորություն, պարեկը, էկոպարեկը, որը որ դասընթաց անց, թե իր պահագությունն անի, թե մոնիտորինգ հասկացնի։ Էկոպարեկին ավելի լուրջ գործառույթ պետք է տաս, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ զգալ։ Դուք էկոպարեկների ինստիտուտը քանի տոկոսով եք համալրել ձեր աստիքները, թափուր տեղերը։ Սրանից բերեք խոսենք։ Բերեք կարևոր հարցերից խոսենք, որոնց ձեր առաջնային ծրագրերում էր։ Եկա, որ էկոպարեկների ինստիտուտը պետք է կայանար 1 տարում, չկարողացաք էդի կյանքի կոչել, 2 տարի ժամկետ ուզեցիք, հիմա ես խնդրում եմ ասեք, քանի աստիկ կա, ըստակ, քանիստ է թափուր, տեխնիկական սպասարկման ագեցվածության աշխարհն ինչքան եք ասել, արդյոք դոնոր կազմակերպությունները կամ ֆինանսական միջոցները բյուջեի արդյունավետ են ծախսվել եւ ձեր առաջ դրված խնդիրը քանի տոկոս է իրականացրել։ Բերեք սրանից խոսենք, 21 եւ երկրորդը պատասխան եք խնդրում եմ այդ հարցերին։
իրավունք եք վերապահում համագործակցություն ամրագրել որպես տեղական ինքնակառավարման մարմինի հետ համագործակցություն օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի իրավունք։ Այսինքն դուք իրավունքը տեսնում եք մենակ իրազեկման տեսքով համայնքներին, այն համայնքները սաղն էլ իրազեկված են, որ հատուկ պահպանվող տարածքներում ծառայատում չկա, էկոպարեկը հսկում է, առավելևս Բուսաբանական ինստիտուտին հատկացված տարածքները շատ քիչ ցանկապատված են, տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորինս աջակցում են շրջակա միջավայրի նախարարությանը, մաքրվյան եւ այլ աշխատանքներում, հիմա այստեղ ինչ իրավունք եք դուք փորձում տալ, չեմ հասկանում տեղական ինքնակառավարման, որտեղ տեղական ինքնակառավարման մասին օրենքով ի պաշտոն է, քանի որ այդ հատուկ պահպանող տարածքները վարչատարածքային բաժանմասն օրենքով տրվել համայնքներին շնայած կառավարման լիազորություն ազգային պարկում է։ Այստեղ ինչ իրավունքի մասին է խոսք, ես չեմ հասկանում, ես արդեն բացիկ պատասխանեք, որ կարողանանք մենք լուծումներ տալ եւ առաջ գնանք։ Խնդրեմ, պարոն Մեմարյան։ Շնորհակալություն շատ հարցերի համար։ Ես փորձեմ հերթով անդրադառնալ։ Նախ էկոպարեկային ծառայության հաստիկային միավորներին անդրադառնամ։ Այս պահին 1176 հաստիկային միավորից աշխատում է 831-ը եւ թափուրա 345 հաստիկ էկոպարեկային ծառայությունում։ Անցած տարի մենք ամբողջությամբ գործարկեցինք Սյունիքի մարզի էկոպարեկային ծառայությունը, որի վերլուծություններն ենք հիմա իրականացնում։ Օրինակ ես որպես արդյունավետության ցուցիչ վերեմ օրինակներ։ Սովորաբար, երբ որ խախտումներ էին իրականացվում, օրինակ 2025 թվականի ընթացքում, երբ որ խախտումներ են իրականացվել, ընդհանուր հանրապետության տարածքում 9% դեպքերում է, երբ որ իրավախախտը հայտնի է։ Այսինքն իրականացվում են իրավախախտում, մենք դա արձանագրում ենք, բայց արդեն իրավախախտը տեղում չի լինում, չենք եւ հայտնի չի լինում։ Բայց օրինակ Սյունիքի մարզային ծառայության գործարկման արդյունքում բոլորովին այլ պատկեր է։ 25 թվականի ընթացքում 74% դեպքերում իրավախախտը հայտնի է։ Սա հստակ եւ ամենաուղիղ ցուցիչներից մեկն է, որ մեր իրավապահ համակարգն միշտ բախվել է նրա հետ, որ անտառահատում էր իրականացվում, մենք դա արձանագրում ենք, այնուհետև հաղորդում ենք ներկայացնում, սակայն ոստիկանությունը շատ բարդություններ ունենում իդենտիֆիկացնելու, այո, ապացույցներ ձեռք բերելու, թե ով է իրավախախտը։ Էկոպարեկային ծառայության դեպքով այս մասը կարծես էական բարելավում է ունենում։ Հաջորդ մասով նշեմ, որ հենց շատ լավ հարց եք բարձրացնում, որ ունենք հսկայական ռեսուրս։ Հենց այս հսկայական ռեսուրսը ճիշտ նաև օգտագործելու համար էֆեկտիվ մենք ոչ թե իրենց ծանրաբեռնում ենք մոնիտորինգով, այլ իրենց ծառայության ընթացքում, քանի որ իրենք բարեկություն են իրականացնում եւ ունեն հստակ ճանապարհներ, որոնցով իրենք գնում են եւ առաջի ձեռքից իրենք են ինֆորմացիա ստանում, մենք ուղղակի ֆիքսելու ենք կենսաբազմազանությունը, այսինքն ֆիքսելու ենք տեսակները, այդ տեսակների մասին ինֆորմացիան վերցնենք ոչ միայն իրենցից, որ այդ ինֆորմացիան կարողանանք վերլուծենք։ Այսինքն ստեղ իհարկե հավելյալ բան ենք ավելացնում էկոպարեկի համար, բայց կարծում եմ իր ծառայության նաև բովանդակության, ամբողջ էության եւ առաքելության մեջ էլ է դա մտնում, նաև ինֆորմացիա ստանալ են կենսաբազմազանության, բույսերի, կենդանիների մասին, որը ինքը կոչված է պահպանելու։ Եվ կարծում եմ շատ փոքր փոփոխություն անելով մենք շատ լավ արդյունք կարող ենք այստեղ ստանալ։ Մյուս մասը ծառատնկումների մասով ասեցիք, այս պայն Սևան ազգային պարկի ծառատնկման ցուցանիշները ինձ մոտ չկան, բայց ես ձեզ կփոխանցեմ, որ տեղամասերում է 25 թվականին ծառեր տնկվել եւ ընդհանրապես Սևանի գոտեվորող ծառաշերտի վերաբերյալ շատ հետաքրքիր մենք կարող ենք քննարկում ունենալ, թե ինչ անելիքներ այդտեղ ընդհանրապես ունենք, որովհետև այդտեղ մենք ունենք մոնոկուլտուր անտառ, հիմնականում սոճիներ են, որոնք ժամանակի ընթացքում նաև ծերացել են եւ պետք է այդտեղ նաև անտառ կազմող տեսակներն էլ փոխել, որպեսզի ավելի դիմակայուն լինի։ Մենք խնդիրներ էինք ունենում վնասատուների հետ եւ լուծումը կլինի այն, որ այդ անտառում նաև ծառերը փոխվեն եւ հիմա անտառտնկումները մենք այդ տրամաբանությամբ ենք նաև իրականացնում, այսինքն տնկվում են ոչ միայն ասեղնատերև ծառեր, որ սոճիներ այնտեղ որտեղ կան, այլ նաև լայնատերև ծառեր ենք տնկում, որոնք կապահովեն տեսակների բազմազանությունը
տեսակների բազմազանության շնորհիվ էլ մենք կունենանք ավելի դիմակայուն անտառ։ Եվ մյուսը թիմերի իրավունքների մասով այստեղ խնդրում եմ դիտարկենք այս տեսանկյունից, որ նաև մեր միջազգային գործընկերներն են մեզ խնդրում, որ շատ ավելի փափուկ եւ սահուն աշխատանքի կարիք կա եւ համայնքներին շատ ավելի իրազեկ պահելու կարիք կա։ Այսինքն էկոպարեկային ծառայողը մենք ուզում ենք դիտենք ոչ թե խիստ պատժող կամ խիստ կերպար, այլ նաև համայնքի կողքին կանգնող կերպար, որը իրազեկելու է բոլոր այն առաջացած հարցերը եւ հնարավորությունները, որոնք կառաջանան համայնք եւ պահպանող տարածք եւ անտառ տիրույթում։ Արձագանք ունեք, պարոն Ղազարյան։ Այո, պարոն Ղալումյան, բարոն Մեմարյան, տեսեք, դուք ասում եք, որ էկոպարեկը կարմիր գրքում գրված բույսից ինչ հասկանալու։ Եթե մարդիկ գնում են համասարանական կրթություն են ստանում նեղ մասնագիտությամբ, տարիներով աշխատանքային փորձի արդյունքում նոր կարողանում են բույսից տարբերել, այսօր մենք էլ գնանք անձեն աչքով ոչ մեկ չի կարող էդի տեսնել։ Բարեկը պլանշետը պահելով վրեն։ Ինչ է տենալու այդ ինչ պահպանող տարածքը, որ մի հատ էլ դիրազեկում անի։ Սա չաշխատող բան է, լուրջ բան մտածեք, ես չգիտեմ ձեր միջազգային կազմակերպությունները ինչ են ասել, որ դրա դիմաց ցես փող են տվել, ու չգիտենք այդ փողերն էլ ինչ ճուղությամբ է ծախսվել, արդյոք արդյունավետ է ծախսվել թե չէ։ Որտեղ պետք է ստեղ զեկույց ներկայացվել, պարոն Ղալումյան, որ այսքան գումար է նախատեսվել, այսքան էս էկոպարեկային ծառայության համար։ Նախագծի հետ բացարձակ կապ չունի ախր։ Այդ չունի, բայց սա խնդիր է, որը պետք է քննարկել։ Եթե խնդիրը, ես ասեմ ձեզ, կարող Ամեն ես հարցը տալիս եմ, պարոն Մեմարյանին կանչենք այդ զրուցած հարցերի շուրջ։ Հիմա մենք էկոպարեկներից չենք խոսում, պարոն Ղալումյան, ինչից ենք խոսում։ Բայց դրամական հաշվետվություն եք ասում, չգիտենք ինչքան փող եք տվել, արդյունավետ չեք ծախսել։ Որտեղ ամեն տարի գալիս են ժամկետ են ուզում, ամեն դես ասում եմ այդ համակարգը ժամկետ եք դրել ձեր դեմ եւ փող եք բեր, ինչքանով եք իրականացրել դե։ Պարոն Ղազարյան, Խնդրում եմ ասեք։ այս նախագծի հետ ինչ կապ ունի դա։ Նախագծի հետ այնքանով կապ ունի, ավելի առաջնային խնդիր է, քան թե նախագիծը, որ փորձում եք ինչ-որ համայնքներին իրազեկ ենք ընդունել։ Միջև մի քիչ եք այդ առաջնայինությունը իրավունք սահմանադրական փորձում եք արգելել։ Արձագանք եք, պարոն Մեմարյան, Հաջորդ հարցը վերաբերելի է, ասեցիք, պարոն Ղալումյան, խանգարում եք դուք, թելը կտրվում, այդ թող ինքը պատասխանի, եթե չի կարողանում։ Թող մենք պատասխանենք, որ դուք գնահատական եք տալի, որի ուսումնասիրությունը չկա է։ Թողը մի հնչեցնի ուսումնասիրությունը բավարար կլինի։ Ուսումնասիրությունն այս հարցի հետ կապ չունի։ Կարա չհնչեցնի, կարա չունենա այդ տվյալները։ Եթե հետաքրքրում է իրոք հետաքրքրում ես գրավոր կգրեմ, պատասխանը մի հատ քննարկում կազմակերպենք, հատուկ դες այդ թեմայը որ դուք առաջարկեք քննարկում ակեմա, չէ։ Սա էլ առաջարկա որ քննարկում կազմակերպենք հանգամանալից այդ քննարկումը չեն կարել, բայց գնահատական ենք տալի, ասում ենք գումարները ոնց եք ծախսել, ինչ եք ծախսել, տեն չի։ Որտեվ դա փորձ ունի։ Ես ինձնես չեմ ասում։ Ինչ փորձ ունի։ Գավառ շրջակա միջավայրի մաքրման կայան պետք է կառուցվեր։ Ես էլ 10 անգամ նախարարին մնացածին հարց եմ տալիս։ Ինչ եղավ 812 միլիոնը չեմ պատասխանում ինձ։ Չեղավ որ խնդիր կա, խոսելու տեղ ունեմ, չէ։ Վարկային միջոց է բերվել, գումարը հատկացվել եւ այդ ծրագիրը չի իրականացվել։ Ասում եմ ինչ բաշխվածությամբ օգտագործվել չեմ պատասխանում։ Ես կարելի է արձագանք։ Ես փորձենք ժամանակում տեղավորենք բանը։ Գավառի կայանով էլ կարձագանք։ Իհարկե։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Լավ, հաջորդ այդ բանի տեսքով կասեմ արդեն ես։ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն Մեմարյան։ Ես արձագանքեմ այս հարցը դուք նաև մեր նախարարին ուղղեցիք։ Գավառի կայանի պատմությունը հետևյալն է։ Նախ նշեմ, որ սա վարկային միջոց չէ։ Եկեք ֆիքսենք, սա վարկային միջոց չէ, սա դրամաշնորհային միջոց է։ Դրամաշնորհային միջոցը չի ծախսվել, տեղափոխվել է հաջորդ ծրագիր։ EU47+ ծրագիր է տեղափոխվել, որտեղ էլ ավելի մեծ խնդիր է դրվել։ Բայց հիմա գավառի մաքրման կայանի մասով ասեմ, որ երկու անգամ մեր գործընկեր կազմակերպությունը մրցույթ է հայտարարել, շահող չի եղել։ Մենք այս հարցն ենք նաև նայում այս տեսանկյունից։ Երբեմն մենք խնդիրներ ենք դնում նաև մեր տնտեսվարողների առջև, մրցույթներ ենք հայտարարում, բայց տնտեսվարողները պատրաստ չեն դա իրագործել։ Մենք գավառի մաքրման կայանի խնդիրը դրեցինք, մրցույթը հայտարարեցինք, երկու անգամ մրցույթը ժամկետը անցավ, մասնակից չունեցանք եւ դրամաշնորհային գումարը տեղափոխվեց հաջորդ ծրագիր եւ հիմա սկսվել է արդեն EU47+ ծրագիրը
ու այդ թվում նշեմ, որ այդ Իոֆուր-Սևան ծրագրով ես նաև շնորհակալ եմ Գերմանիայի կառավարությանը եւ Եվրոպական միությանը, որ այդ ծրագրով վերջապես ուշադրություն դարձվեց Սևանա լճին եւ այդ ծրագրի արդյունքներով նոր դրամաշնորհ տրամադրվեց հաջորդ ծրագիրը սկսելու համար։ Եվ մի մանրամասնում էլ անեմ, որ Սևանա լճի խնդիրը ինքը ոչ 5 միլիոն դոլարի է, ոչ 10 միլիոն դոլար։ Դա բավականին մեծ ծախսեր պահանջող խնդիր է։ Միայն կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցելը 3 խոշորագույն համայնքներում, որոնք 3 խոշոր աղտոտողներն են Սևանա լճի։ Միայն դրա գնահատումը 102 միլիոն դոլար է, որից 82 միլիոն դոլարը կապիտալ ներդրումներն են, մնացած 20 միլիոն դոլարը մնացած աշխատանքներն են, որպեսզի արվի։ Եթե մենք նաև վերցնենք մնացած համայնքները, կոյուղագծեր անցկացնենք, կոյուղացնենք, ամբողջը ուղենք մաքրման կանոններ, եւ այս մաքրման կանոնները գավառում նախատեսվածը չեն, որի մասին խոսում եմ։ Խոսում եմ կենսաբանական մաքրման կայան, որը անհրաժեշտ է Սևանա լճին։ Այդ կանոնների ամբողջ ծախսը կլինի մոտ 240 միլիոն դոլարի սահմաններում։ Գավառի մաքրման կանոնում մենք ձախողում չենք ունեցել։ Մենք դրա այդ փորձով սովորել ենք, որ հիմա պետք է ամբողջ շուկան ուսումնասիրենք, նաև միջազգային գործընկերներին, թե ովքեր պատրաստ կլինեն մասնակցել կեղտաջրերի մաքրման կառուցման ծրագրերին, երբ որ նման տենդեր մենք հայտարարենք եւ փառք Աստծո կան հետաքրքրված մարդիկ, այդ թվում նաև Գեղարքունիքի մարզից, ովքեր արտասահմանում ունեն այդ փորձը, կարող են Հայաստան բերել, հետաքրքրված կազմակերպություններ կան նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև նշեմ, որ մեր գործող օպերատորը շատ հայտնի եւ շատ որակյալ կեղտաջրերի մաքրման կայաններ կարող է կառուցել Վիոլաջուր, այսինքն մենք սա էլ հնարավորություն ստեղծվեց սա էլ ուսումնասիրել։ Էկոպարեկային ծառայությանը ես որ անցնեմ, ես նշեցի Սյունիքի ծառայության գործարկում եւ նշեցի, թե արդյունավետությունը այդտեղ ինչքանով է բարձրացել։ Մենք գործարկել ենք մի ծառայություն, որը աշխարհում նման ծառայություններ կան, բայց ամբողջությամբ նմանը գոյություն չունի։ Եվ այս ծառայությունը գործարկելը բավականին բարդ, բայց նաև շատ պարտավորեցնող գործընթաց է։ Եվ էկոպարեկային ծառայողը, քանի որ ինքը այդ կենսաբազմազանությունն է պահպանում, նաև դա իր առաքելությունն է իմանալ դրա մասին եւ հատկապես կարմիր գրքյան տեսակների, այն տարածքում, որտեղ ինքը շրջում է։ Որտեվ կարմիր գրքյան տեսակները շատ կարևոր են։ Նա պետք է տարբերի որսորդը կարմիր գրքյան բադի որսա իրականացրել, թե թույլատրելի բադի որսա իրականացել։ Դա իհարկե ես չեմ նշում, որ ամբողջ կարմիր գրքին պետքա տիրապետի, իսեր ասո, դա մեր գիտնականներն էլ ամբողջությամբ չեն կարող, ամեն մեկը իր նեղ ոլորտային ուղղությամբ կարող է, բայց հիմնական հանդիպող տեսակների մասով այո, էկոպարեկային ծառայողը կարծում եմ պետք է իմանա եւ պետք է այդ ինֆորմացիան, այդ թվում նաեւ փոխանցի համայնքներին։ Այսքան